Ինչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը։ Հարցին պատասխանում են գյումրեցիները։ Ժողովրդի մոտ որոշ լավ կեղնի, բայց պետական առումով ինչ-որ սխալմունք էլի։ Ազգի անվտանգության տեսանկյունից շատ վտանգավոր է։ Այն բանից հետո, որ մեզ մորթել են 1,5 միլիոն, մինչև հագարակը չանենք ու այդ մորթվածի հոգեբանությունից դուրս չգանք, իմ համար հարաբերություններ չկան թուրքերի հետ։ Բիզնեսի ճանապարհը կբացվի։ Համ բիզնեսին կխփի, համ մեր պետության բացվի։ Հայ ազգային կոնգրեսի անդամ Սուրեն Աբրահամյանը ներկայացրեց իր տպավորությունը մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցից։ Ծանր հիասթափություն, այնինչ որ հնչեցվեց ազգային ժողովում, այսպես ասեմ, շրջանային քննիչի մակարդակով գրած փաստաթուղթեր, ստեղծվել էր այդ հանձնախումբը միայն եւ միայն իշխանությունների կողմից կատարված հանցագործությունները պարտակելու համար։ Հուլիսի 15-ին կործանված Caspian Airlines ընկերությանը պատկանող Թեհրան-Երևան չվերթի 164 զոհված ուղևորների եւ անձնակազմի ժառանգները առայժմ չեն ստացել իրենց հասանելիք փոխհատուցումները։ Ըստ Caspian-ի ներկայացուցիչ Արլեն Դավուդյանի, ժառանգները որ կճանաչվեն, այստեղ ժառանգի ճանաչելու գործը ինչ-որ երկար գործընթաց կունի, կարծում եմ 5-6 ամիս տևում է։ Ժառանգների կողմից կներկայացվի ինչ-որ մի լիազորված անձ, այդ գումարները ստանալու